Այս տարվա հոկտեմբերի 18-ին լրանում է Տաշիր ընկերությունների խմբի խորհրդի նախագահ բարերար Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը, սակայն ինչպես տեղեկացավ «Ժողովուրդ» օրաթերթը, իրավապահ համակարգում քննարկվում է նրա կալանքի ժամկետի երկարացման հարցը, սա արդեն կլինի երրորդ միջնորդությունը։ Կարապետյանի պաշտպանը հայտնել էր, որ գործարարին առաջադրված մեղադրանքների փունջը, փողերի լվացումը, հարկեր և տուրքեր չվճարելը և դրանց կազմակերպումը դատական նիստերի ընթացքում չհաղթահարեց հիմնավոր կասկածի շեմը։ Դատարանը, սակայն, միայն մեկ դրվագում գտավ հիմնարար կասկած Կարապետյանին արտահայտած կոչի վերաբերյալ, ասել էր Արամ Վարդևանյանը։ Խոսքը գործարարի այն հայտարարության մասին է, որը քննության նյութում ձևակերպվել է որպես «մեր ձևով գործընթացին մասնակցելու կոչ» և որը վերաբերվում էր Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ տարվող բռնաճնշումների գործընթացին։ Դատավոր Տիգրան Դավթյանը փողերի լվացման և թալանի թեման մաքրել է Սամվել Կարապետյանի վրայից, թողնելով միայն արտահայտված կարծիքն ու «մեր ձևովի» միտքը։ Այնուամենայնիվ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, քննություն որպես այդպիսին փաստացիորեն չի տարվում, բարերարը ամիսներ շարունակ բանտում է գտնվում բացառապես իր արտահայտած կարծիքի համար։ Այսպիսով, առաջիկա երկուշաբթին ՀՀ քննչական կոմիտեն պատրաստվում է դատարան ներկայացնել կալանքի ժամկետի հերթական երկարացման միջնորդությունը։ Արդյունքում այս անգամ դատարանը կընդունի ՔԿՀ-ի հիմնավորումը, թե վերջ կդնի գործարար բարերարի երկարատև կալանքի շրջանին, պարզ կդառնա առաջիկա օրերին։